Բարև ձեզ, մինչ մենք զբաղված ենք կամ մեզ զբաղեցնում են տարատեսակ տեղեկատվական աղմուկներով, մեզնից ոչ հեռու բավական հետաքրքիր զարգացումներ են ընթանում։ Ադրբեջանում, ավելի կոնկրետ Գաբալայում օրերս կայացավ թուրքալեզու պետությունների կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որ այդ ձևաչափով հանդիպումների ընթացքում ու դրանից հետո լսում ենք մեզ հայերիս ոչ այնքան հաճելի հայտարարություններ, ոչ նորություն է և ոչ էլ անբնական։ Ի վերջո, մեր հավաքական հիշողության ու պատկերացումների մեջ թուրքական տարը միշտ էլ եղել է և ընկալվել է որպես վտանգ ու խոշոր հաշվով այսօր էլ այդ մոտեցումը չենք կարող հաղթահարված համարել։ Ու նման պայմաններում մոտ մեկ տասնյակ թուրքական պետությունների ղեկավարների հանդիպումը բնականաբար չի կարող մեզ ամենաանմեղ իրավիճակը թվալ։ Խոշոր հաշվով այս անգամ էլ բացառություն չեղավ։ Տարբեր առիթներով գագաթնաժողովի մասնակիցներն իրենց հավատարմությունը հայտնեցին նույն ձևաչափով նախորդ հանդիպումների ժամանակ արված հայտարարություններին, որոնց մեջ, հիշեցնեմ, կային հայությանը հասցեագրված ոչ այնքան հաճելի, որոշ դեպքերում էլ անթաքույց սպառնալիք պարունակող ձևակերպումներ։ Խոսեցին նաև նոր զարգացումների մասին և այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Անխտիր բոլորն էլ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթերը համարում են ոչ թե Ադրբեջանի, այլ ամբողջ թուրքական աշխարհի հաղթանակ։ Չէ, չեք սխալվել դուք, ճիշտ եք լսել, ես էլ չեմ սխալվել և փոխանցում եմ ճիշտ, ոչ թե Ադրբեջանի, այլ հենց ամբողջ թուրքական աշխարհի հաղթանակ։ Թեմային տեղյակ մարդիկ հաստատ կասեն, որ թուրքական աշխարհը ինքն էլ այնքան միատարր չէ և իրենք էլ ունեն բազմաթիվ ներքին խնդիրներ։ Կասեն ու չեն սխալվի, բայց այդ անհամաձայնությունները մեզ ու մեր տարածաշրջանին չեն վերաբերում։ Բաժան-բաժան լինող աշխարհակարգերի այս ժամանակահատվածում թուրքական տարը ցուցաբերում է նախանձելի իմաստնություն ու անխախտ կերպով տանում է միասնական ճակատ կազմելու քաղաքականությունը։ Դրա գլխավոր քաշող ուժը Թուրքիան է, ավելի կոնկրետ Էրդողանը, որը թուրքական աշխարհը միավորելու ամենատարբեր միջոցներ է խաղարկում, երբեմն էլ հորինում։ Տնտեսական հիմնավոր ինտեգրում, զինված ուժերի խորը համագործակցություն, իսկ այս տարի էլ առաջ քաշեց ոչ ավել ոչ պակաս միասնական թուրքական այբուբեն ունենալու և այն կիրառելու անհրաժեշտության հարցը։ Այսքան երկար պատմում եմ, որ շարունակությունը առավել պարզ լինի։ Ըստ էության հենց Էրդողանի, այսպես ասենք, հորդորով Ալիևը, որ տասնամյակներ շարունակ երազում էր հոր պարտության վրեժը լուծել հայերից, 2020-ի պատերազմից հետո ոչ թե հաղթանակը միայն իրեն վերագրեց, այլ խոնարհաբար նվիրեց ողջ թուրքական աշխարհին։ Շուշին էլ ոչ ավել ոչ պակաս հռչակեց թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այս քայլերով ոչ թե Ադրբեջանը, այլ թուրքական աշխարհը մի քանի խնդիր լուծեց։ Առաջին՝ քաղաքական լեգիտիմացում։ Թուրքական պետությունների ներկայությունը և նրանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներում օգտագործվում են միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ տարածաշրջանը ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ թուրքական աշխարհի համար կարևոր կենտրոն է։ Գաղափարական հիմնավորումը։ Այս միջոցառումների միջոցով Ադրբեջանը փորձում էր ամրապնդել այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղը, այսպես ասած, հին թուրքական հող է, դրանով իսկ փորձելով ջնջել տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Երրորդը՝ աշխարհաքաղաքական ուղերձներ։ Ցուցադրել տարածաշրջանում ուժերի նոր դասավորվածությունը և թուրքական պետությունների կազմակերպության աճող ազդեցությունը։ Թուրքական պետություններն էլ վարձահատույց եղան և բավական առատաձեռն։ Բոլորը, այդ թվում ՀԱՊԿ մեր դաշնակիցները, սկսեցին օկուպացված Արցախում տարաբնույթ միջոցառումներ, ծրագրեր իրականացնել։ Դպրոցներ կառուցեցին, մշակութային կենտրոններ, մզկիթներ հիմնադրեցին, դե իսկ Թուրքիան էլ դարձավ օկուպացված Արցախում իրականացվող շինարարական աշխատանքների ամենամեծ կապալառուն։ Հիմա վերադառնանք մի քանի տասնամյակ և հիշենք, թե ինչ արեցինք մենք մեր հաղթանակի հետ 1994 թվականից ի վեր։ Ով էր մեր հաղթանակի տերը։ Ես չեմ ասի, դուք հիշեք, թե այդ հարցին ինչ պատասխան ունեինք Արցախում, Հայաստանում, նաև Սփյուռքում։ Հիշեցիք, չէ՞։ Հաղթանակի տերն էինք ոչ թե բոլորս, այլ յուրաքանչյուրս, առանձին։ Իսկ ահա պարտությունը 2020 թվականից մինչև այսօր մնացել է անտեր։ Փաստացի ոչ տեր ունի, ոչ էլ խոշոր հաշվով պատասխանատու։ Հույս, որ գոնե այդ հսկա կորստից դասեր քաղել ենք, անկեղծ ասեմ, չկա։ Չես հավատում։ Դու մեղքի քո բաժինն ունես այդ կորուստների մեջ։ Միանշանակ ոչ։
Դե եթե մեղավոր չես, էլ ինչ դասեր քաղելու մասին է խոսքը։ Փաստացի մեղավոր մարդ չկա, ավելի ճիշտ չկա մարդ, որ իրեն մեղավոր համարում է։ Չկա։ Բայց Արցախի կորստից հետո ներհայկական դաշտում բավական հետաքրքիր զարգացումներ սկսվեցին։ Ասեմ անկեղծ, հետաքրքիր չի նշանակում լավ, բայց այդ մասին կխոսենք արդեն մեր հաջորդ հանդիպմանը։ Մինչ այդ ամուր եղեք, կհանդիպենք։